Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան եւ TikTok-յան հետևորդներ, ընկերներ, ես ուզում եմ այսօր ցույց տալ, թե ինչպես դուք կարող եք հաշվարկել ձեր ամիս, ամսաթիվ, տարեթիվը Պյութագորասի թեորեմայով։ Եվ այսպես գնացինք, ասենք թե դուք ծնվել եք փոքր էս կողմերեն, այս հաշվարկի կստացի միջոցով հիմա ես ձեզ ցույց կտամ, դուք կարող եք իմանալ ձեր թվերը ինչ ազդեցություն նաև ունեն ձեզ վրա։ Եվ այսպես գնացինք, ասենք դուք ծնվել եք 11-ը 5-րդ ամիս 05 1971 թվականին։ Մենք սա մի քիչ էստեղ անեմ, ավելի լավ կլինի, որպեսզի նայեք։ Այսպես։ Եվ հաշվում ենք, տեսնում ենք ամիս, այսպես դնեմ, ձեր ամիս ամսաթիվ տարեթիվը, հա, խոսքի օրինակ 11-05 1971, մենք այստեղ հաշվում ենք 3 հատ 1, 2, 3, 4, 4 հատ 1 ունենք, հենց գրում ենք այստեղ 1, 2, 3, 4, 4 հատ 1 ունենք, նայում ենք 2 կա, չկա, մինուս ենք դնում, 3 չունենք, հաշվում ենք 4-ը չունենք, 5 այստեղ ունենք, հա, 1, 1, 0, 5, 5-ը գրում ենք, և այստեղ ուրեմ 6 չունենք, հա, տեսնում ենք, և նայում ենք 7 ունենք, այո, 1 հատ 7 ունենք, գրում ենք 1 հատ 7, 8 ունենք չունենք, մինուս ենք դնում և ստանում ենք, էլ չկա, հա, մի հատ 9 ունենք, այստեղ մի հատ 9 ունենք, և այստեղ մենք հենց մի փոքր մոտիկ բերեմ, որպեսզի տեսնենք, 11-ը 05 71 թվական, որ գրում ենք, սա է թվերը, տեսնում եք, մարդ ունի 4 հատ 1, 2 չունի, այսինքն չունի կարողություն մարդկանց հետ ներդաշնակ լինելու, համաձայնության գալու, լսելու ունակություն անգամ չունի, պարզ է այստեղ, որ անձը ես, երրորդը, մենք տեսնում ենք անալիզ չի անում, չկա գիտելիք և այլը, հա, ռաշյոտ, չորրորդը չունի 4-ը, ոչ մի կառուցողականություն, կարգուկանոն, պլաններ, պլանավորի հասնի իր նպատակին, 5-ը, նու կա շփում, բայց այստեղ պետքա նոր շրջապատ, հա, մենք 5-ը ինչ ենք տեսնում, 5-ը ունի, մարդը կարող է նաև ինչու չէ, քանի որ 2 չունի ստեղ, 8 չունի, բնական է այստեղ ամեն ինչ, 6-ը մարդ կարող է, այո, լավ հանգստանալ, հաճույքները կյանքի վայելել, 7-ը ունի, ինչը լավ է, 8-ը, 7-ը նաև հոգևոր թեման է, այստեղ տեսնում ենք 8-ը, հա, այստեղ մանրակրկիտ ամեն ինչ պետք է անձը կարողանա ուրեմն բալանս ունենա, հա, և երկրի վրա, հողի վրա կանգնելու կանգուն և բալանսավորված պետք է լինի և հոգևորը մարդու մոտ և նյութականը, և այստեղ դա չունի, որովհետև անալիզ պետք է անի, մանրակրկիտ, 4-ը սպորտով պետք է զբաղվի, կրեատիվ ինչ-որ բան մտածի և 9-ը, հա, մարդու երազները նաև կարող են կատարվել, նայած, մենք պետք է կառուցենք այստեղ աստղը, որպեսզի հասկանանք, այստեղ էգոն ավելի շատ է և անձը, քանի որ մեկ է, մեկը խոսում է այն մասին, որ մարդը ծնվել է լիդեր լինելու համար, անձը չի կարող աշխատել ուրիշի ձեռքի տակ, հա, ինքը պետք է իրանը ստեղծի, բայց քանի որ այստեղ 1-երը շատ են, այստեղ մարդ ունի աշխատելու իր էգոյի վրա, և այսպես կունենաք հարցեր, կարող եք դիմել ինձ, Ծովին Արվեդայական թվահոգեբան և տարողը, որպեսզի կազմենք ձեր հոգեմատրիցան և դուք հասկանաք, թե իրականում ինչ պետք է անեք, որպեսզի այս ամենը դուք լրացնեք, հա, 2-ը, 3-ը, 4-ը,
Տեսնում եք 8-ը դատարկ է։ Բնական է, այստեղ մարդ էգոից կարող է տուժվել։ Որպեսզի ավելի ճիշտ աշխատացնեք ձեր հոգեմատրիցան, հա, դրա համար կարող եք դիմել ինձ, որպեսզի հասկանաք, թե ինչ պետք է, ինչ կարող եք դուք անել հետագայում, որպեսզի ունենաք ձեր կյանքում հաջողություններ։ Ես ինչպես կանխատեսում եմ այսպիսի թվահոգեբանական, հա, նաև հոգեսոմատիկ, կստացի, աշխատանքներ այնպես էլ տանում եմ նաև Կեյտուի թվաբանական կանխատեսումները, հաշվարկները, վերլուծումները եւ աստղի գագաթների վերլուծությունը ձեր ֆինանսների, առողջականի եւ այլն։ Այս հարցերի եւ այլ հարցերի համար տարու կանխատեսումների նաև կարող եք դիմել ինձ իմ ուրեն Telegram եւ WhatsApp կոնտակտին, թողնելով ինձ կամ ձայնային հաղորդագրություն, թե ինչ հարցով եք դիմել։ Համարն է +374 93 40 45 37 կոնտակտը։ Մեծ սիրով կսպասեմ ձեզ։